Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչ փաստաթղթեր են պատրաստվում ստորագրել Երևանն ու Վաշինգտոնը։ Մոսկվայից նոր ու շատ կոշտ հայտարարություններ են հնչում Երևանի հասեին, ինչու է Մեդվեդևը Փաշինյանին անվանել սրիկա։ Հայաստանը կարող է դառնալ արևմուտք-արևելք նոր առևտրային հանգույց, ինչ ծրագրերի մասին է խոսել Արարատ Միրզոյանը։ Ախալքալակ կարծ երկաթուղին արդեն դիտարկվում է նաև Հայաստանի համար, ինչ նոր տնտեսական ուղիներ են բացվում տարածաշրջանում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը խոստանում է ընդունել Սաֆարովին կանխարգելման օրենքը, ինչ նպատակ ունի նոր օրինագիծը։ Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են բարդ բանակցությունները, ինչ պահանջներ ունի ԱՄՆ-ն Իրանից։ Ադրբեջանական բանտից նոր ուղերձ է հղել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հայերենով դիմել է հայ ժողովրդին, հայտարարելով, որ Քաջ Նազարին ժողովուրդն է թագավոր ընտրում, ինքը չի դառնում թագավոր։ Վարդանյանը անդրադարձել է նաև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին, նշելով, որ այս իրավիճակում զորահանդես անցկացնելը անբարոյական է, քանի որ դեռ հայ գերիներն ու զինվորները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում եւ չեն զգում պետության աջակցությունը։ Նա նաև դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Սիրելի Քաջ Նազար Նիկոլ, ձեզ 3 անգամ բախտը չի բերել։ Առաջինը ես մանկությունից շատ եմ սիրում կարդալ եւ իմ ամենասիրած գրողներից երիտասարդ ժամանակ եղել է Էրիկ Մայերի Մարկը։ Երրորդը, որ ես կանխաախոսում գտնվելով մենակ 8 օր շատ գրքեր եմ կարդում եւ փորձում եմ հայերենը պահպանել եւ փորձում եմ գտնել հայ գրողների գրքերը գրադարանում։ Ցավոք սրտի մենակ երկու գրողների գիրք կար գրադարանում, մենք Պետրոսյանին էր, մեկը ձերն էր։ Զամանն իմ համար գիտեմ որ դուք տենց հայտնի գրող եք եւ կարդալով ձեր գիրքը ես համոզվեցի որ ոչ թե դուք ունեք շատ լուրջ խնդիրներ ձեր բարոյական պայլաձևով ձեր կրթությունից եւ ձեր ուրիշ խնդիրների առաջ կայնած որ սուտասան եք եւ հնարող եք եւ շատ բան բայց դուք գրագող եք եւ ասեմ ձեզ որ դա ինձ շատ դրամատիկ որտեղ գրագողներով դուք գիտեք որ գողությունը սեփականությունը նույն գրքերը չի կարելի գողանալ, բայց դուք դարեցիք շատ հանգիստ ոչ մի հատ մի գրողից, այլ մի քանի գրողից եւ ձեր թերությունները իհարկե ձեր վրիպումները, ձեր բայրաձևը ինձ շատ տխրացնում է եւ ես ցավոք վախենում եմ որ ինչ որ դուք անում եք ձեզ մեծ պատիժ է սպասում եւ գիտեք Հնդկաստանում երբ մարդը մահանում է մարդիկ հավատում են որ նրանք նվիրացնում են ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ եւ ամենամեծ պատիժն է որ մարդը շատ մեղքերից հետո ծնվում է Անդրեևի ճուճուի մեջ եւ 84000 ապրում են որպես Անդրեևի ճուճու ես վախենում եմ որ դες այդպես բաշիկ պատիժն է սպասում հույսով եմ որ հենց ժամանակ կա որ դա չստացվի բայց կասկածում եմ արդեն ուշ է Երրորդը, ես ուզում ասեմ, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ մեր առջև մեծ մարտահրավերք է։ Սա ընտրությունների հարց չի, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակում է։ Իդեպ այսօր Ռուբեն Վարդանյանի 58-ամյակն է։ Նա արդեն երրորդ անգամն է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում։ Երևանից Մոսկվայի բիզնես աշխարհ, այնտեղից միջազգային կրթական ու բարեգործական նախագծեր, հետո շրջափակված Արցախ ու Բաքվի բանտ։ Ով է Ռուբեն Վարդանյանը, ռեպորտաժում։ Ռուսաստանում առաջին ներդրումային բանկի հիմնադիր, Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցի ստեղծող, բարերար, Արցախի պետնախարար, ապա գերի Բաքվի բանտում։ Նա հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, հայ ընտանիքի որդի, մարդ, որ իր ճանապարհը հարթել է ինքնուրույն։ Սա Ռուբեն Վարդանյանի կյանքի պատմությունն է։
Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1985 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Այստեղ էլ սկսվել է նրա մասնագիտական ճանապարհը։ Խորհրդային միության փլուզումից հետո շատերը խուսափում էին ռիսկից։ Այդ տարիներին բիզնես սկսելը անորոշություն էր, հաճախ վտանգ։ Ռուբեն Վարդանյանը դիմում է այդ ռիսկին։ Ռուսաստանում ստեղծում է առաջին ներդրումային բանկը, հետագայում էլ հիմնում Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցը, որտեղ թրծվում էին ապագա տնտեսագետներն ու կառավարման մասնագետները։ 1988-ից 90-ականների վերջին Հայաստանում ծանր ժամանակաշրջան էր, երկրաշարժ, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ։ Ռուբեն Վարդանյանը հայրենիքում կատարվողին անհաղորդ չէր։ 2000-ականների սկզբին Հարվարդում կրթության տարիներին նա հանդիպում է բոստոնահայ գործարար Նուբար Աֆեյանին եւ միասին նախաձեռնում են Հայաստան 2020 նախագիծը, մշակում մինչև 2020 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։ Այդ տարիների ընթացքում Վարդանյանը գործընկերների եւ ընկերների հետ աջակցում ու իրականացնում է ավելի քան 700 նախագիծ Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում ուղղված կրթության, մշակույթի ու հոգեվոր ժառանգության պահպանմանը։ Ցեղասպանությունից մազապուրծ Համայակ Վարդանյանի թոռն է Ռուբեն Վարդանյանը։ Նրա եւ ցեղասպանության 100-ամյակի հիշատակին 2016-ին Վարդանյանը նախաձեռնում է Ավրորա մրցանակաբաշխությունը, որի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը փրկելու հակամարտությունների եւ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետևանքով տառապողներին։ Օվկիանոսից այն կողմ մրցանակաբաշխությամբ կամ սեփական ծրագրերով հայրենակիցներին աջակցել Ռուբեն Վարդանյանը բավարար չհամարեց։ 2022 թվականին հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից եկավ Արցախ եւ ստանձնեց պետնախարարի պաշտոնը։ Վարդանյանը 112 օր պաշտոնավարեց որպես պետնախարար։ Արցախի շրջափակման օրերին մնաց այնտեղ եւ շարունակեց բարձրաձայնել քաղաքական, մարդասիրական ու սոցիալական խնդիրներ։ Արցախից նա խոսեց միջազգային լրատվամիջոցների հետ, ահազանգ հնչեցնելով կատարվողի մասին։ Սկսեց վերանորոգել Մարտակերտի եկեղեցիներից մեկը ի նշան հոգեվոր եւ բարոյական վերածննդի։ Այդ վերանորոգումը ավարտին չհասավ։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանին առևանգեցին Հակարիի կամրջից եւ տեղափոխեցին Բաքու։ Կեղծ դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանին մեղադրել են ահաբեկչության համար, ավելացրել մի քանի հատոր իր հետ կապ չունեցող մեղադրանքներ։ Ռուբեն Վարդանյանին կեղծ դատավարության սկզբից թույլ տվեցին միջազգային փաստաբան ունենալ, բայց նրա միջնորդությունները ընթացք չստացան։ Փաստաբանը հրաժարվեց գործունեությունից, անարդար ու կեղծ դատավարության պատճառով։ Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձներ, ձայնային հաղորդագրություններ ու կոչեր հղեց։ Իսկ հիմա Բաքվի դատարանում նրան դատապարտում են առանց միջազգային փաստաբանների, մեդիայի մասնակցության։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Նախատեսվում է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու, առայժմ չեն մանրամասնում։ Հետաքրքիր է, որ 3 քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը առանց ժամկետներ նշելու հայտարարել էր, որ առաջիկայում Միացյալ Նահանգների հետ պատրաստվում են ստորագրել Սյունիքում թրիփ համաձայնագիրը։ Ուշագրավ է նաև, որ այցը տեղի է ունենում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունից ընդամենը 2 շաբաթ առաջ։ Արարատ Միրզոյանը Նյուզայեմի հարցին ի պատասխան հրաժարվել է չակերտներ բացել Ռուբիոյի այցի օրակարգից։ Ստորագրենք կհրապարակենք։ Ժամանակի պատշաճ կարգով կտեղեկացնենք։ Թրիփի հետ կապված է լինելու պարոն Միրզոյան։ Ասեցի արդ։ Գախնի է այսինքն։ Ոչ գախնի չի, ժամանակին պատշաճ կարգով պատշաճ պահի կտեղեկացնենք։ Եվ մի ճշտով հարցել արդյոք ընտրությունների հետ կապված է այդ այցը պարոն Միրզոյան։ Ընտրությունների հետ չկապում է։ Ոնց կարա կապում է։ Հատկանշական է, որ այս անգամ Սպուտնիկ Արմենիայի եւ մի շարք ռուսական լրատվամիջոցների թղթակիցներ հավատարմագրում չեն ստացել։ Սպուտնիկ Արմենիան նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ է արտաքին գործերի նախարարությունը մերժում իրենց հավատարմագրումը առանց որևէ բացատրության։
Ռուբիայի այցին զուգահեռ Մոսկվայից հնչում են նոր եւ շատ ավելի կոշտ հայտարարություններ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար Երևանում անհրաժեշտ է կառուցողական ղեկավարություն։ Մեդվեդևի խոսքով Նիկոլ Փաշինյանը ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհը, ինչը ըստ նրա վնասելու է թե Հայաստանի տնտեսությանը, թե հայ ժողովրդին։ Ավելին, Ռուսաստանի պաշտոնյան նույնիսկ ընդգծել է, որ Փաշինյանը Հայաստանի համար խաղաղության երաշխավոր չէ, այլ պարզապես սրիկա, որը որոշ ժամանակով իշխանության գլուխ է բարձրացվել։ Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել արդյունավետ փոխշահավետ գործակցությունը եւ իրավահավասար փոխգործակցությունը Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ։ Փաշինյանի վտանգավոր ուղու հետևանքով Հայաստանի ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան եւ ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչպես երևում է, նա մեզ համարում է հիմարներ։ Միևնույն ժամանակ նա մեծ սխալ է թույլ տվել իր հաշվարկներում եւ հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար։ Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մտերիմ երկիր է, մեր ռազմավարական գործընկեր է։ Ես ընդգծում եմ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, ոչ թե որևէ հայ ղեկավար։ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի եւ հայ ժողովրդի առանձնահատուկ հարաբերությունների թեման։ Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, նա ասաց. «Դուք երբեք չեք ընդունի ինձ, ես ձեզ համար օտար եմ»։ Մեդվեդևի հայտարարությանը արձագանքել է Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ ռուս պաշտոնյայի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայաստանը շահագրգռված չի Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու մեջ, հակառակը քիչ առաջ հավաստիացրեցի եւս մեկ անգամ, որ մենք տրամադրված ենք եւ ուզում ենք եւ ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները եւ խորացնել դրանք։ Միաժամանակ իշխանությունը շարունակում է խոսել տարածաշրջանային նոր հաղորդուղիների եւ տնտեսական հնարավորությունների մասին։ ՔՊԻ քարոզարշավի ընթացքում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատմական հնարավորություն ունի դառնալու արևմուտք արևելք առևտրային նոր ուղիների կարևոր հանգույց։ Նրա խոսքով պետք է վերականգնվի նաեւ Գյումրի-Կարս երկաթուղային կապը։ Հայաստանը պատմական հնարավորություն ունի դառնալ մի այլընտրանքային օղակ արևմուտք արևելք այս նոր ապրանքային շարժի առևտրի մեջ, հա, այդ շարժը այսպես թե այնպես լինելու է։ Մենք պատմական հնարավորություն ունենք դառնալ կարևոր առանցքային հանգույցներից մեկը։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողելու, չի կարելի, դա մենք ինքներս մեզ երբեք չենք կարող ներել։ Հետևաբար այդ հարցը պետքա լուծվի։ Այն բացակայող երկաթուղու հատվածը, որտեղ չկա եւ հետեւաբար Գյումրի-Կարս կապը չի գործում, պետքա կառուցվի։ Հիմա խոսում ենք ռուսաստանցի գործընկերների հետ, կստացվի իրենց հետ համատեղ, կստացվի, չի ստացվի, որևէ այլ լուծում կգտնենք, բայց այդ հարցը պետք է լուծվի։ Ինչպես արդեն գիտեք, Փաշինյանը հայտարարել է Թուրքիայի հետ ուղիղ առևտրի մասին։ Ախալքալաք-Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման արդեն բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Փաշինյանի խոսքով Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ, իսկ Վրաստանի ու Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական միության հետ։ Մինչ իշխանությունը խոսում է նոր տնտեսական հնարավորությունների եւ դեպի Եվրոպա բացվող ճանապարհների մասին, մասնագետները զգուշացնում են հնարավոր ռիսկերի մասին։ Տարիներ շարունակ Հայաստանը շրջանցած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այսօր ներկայացվում է որպես նոր տնտեսական հնարավորություն նաեւ Հայաստանի համար։ Սակայն տնտեսագետները նշում են, առաջին հարվածը կարող է ստանալ հենց հայ արտադրողը, որը կարող է մրցակցության մեջ հայտնվել թուրքական էժան եւ մեծածավալ արտադրանքի հետ։ Թեման ուսումնասիրել է Սեդա Գյուրեղյանը։ Բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաք-Կարս հատվածը, որը Ադրբեջանը, ինչպես ասում են, վերջապես կապել է Թուրքիային եւ Եվրոպային։ Ի սկզբանե Հայաստանը շրջանցելու համար ստեղծված երկաթգծային ուղու հեղինակն ու ֆինանսավորողը Ադրբեջանն է, բայց առաջինը դրա բացման մասին հետաքրքրական կերպով չի հնչում ոչ Բաքվից, ոչ Անկարայից, ոչ էլ Թբիլիսիից, այլ Նիկոլ Փաշինյանից։
Ուզում եմ հայտարարել, որ ԱԽ-Քալակ կարճ երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման արդեն բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Փաշինյանը դեպի Եվրոպա արտահանումների աննախադեպ հնարավորությունից եւ Թուրքիայի հետ ուղիղ տնտեսական կապերի ստեղծումից է խոսում։ Սա անում է Ռուսաստանում հայկական միրգ բանջարեղենի, խմիչքների եւ այլ տնտեսական ապրանքների մուտքի եւ վաճառքի կասեցման ֆոնին։ Անդրողները հատկապես ովքեր որ գյուղերում են ապրում, գյուղատնտեսությամբ են զբաղվում, կան գյուղմթերքները առևտրով են զբաղվում, նույն ծաղիկներին վերաբերում հասկանում են, թե դա ինչ հարված կարող է լինել տնտեսության վրա եւ կոնկրետ այդ մարդկանց համար։ Եվ այդ առումով ինքը այդ նման հայտարարության միջոցով փորձում է ցույց տալ, որ ինչ որ այլ երթուղի է բացվում։ Այս երթուղու բացումն աղետաբեր է լինելու Հայաստանի տնտեսության համար, պնդում է քաղաքագետը։ Հայաստանը Եվրոպային առաջարկելու գրեթե ոչինչ չունի Եվրոպայի սահմանած բարձր ստանդարտների պատճառով։ Հայաստանից Եվրոպա արտահանումների ծավալը ամբողջի ընդամենը 5%-ն է կազմում, հիմնականում հանքանյութ։ Այստեղ լոկ համապատասխանելու հարցը չէ, որովհետև դրանից հետո դեռ պետք է հասկանալ, իսկ Հայաստանը կարող է մրցակցել այդ շուկայի համար այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչպես օրինակ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Արևելյան Ասիայի մի շարք այլ երկրներ, որոնք թե ստանդարտացման հարցում, թե քանակի հարցում ծավալի եւ էժան աշխատուժի շնորհիվ պարզապես կարող են անգամ չնկատել Հայաստանին։ Իսկ Հայաստանը այս երթուղում շահագրգիռ կողմ չի կարող լինել, ինչպես Փաշինյանն է ներկայացնում։ Այդ Թուրքիան է ուղիղ ելքի հնարավորություն ստանում դեպի հայկական շուկա, որը փաստի առաջ է կանգնեցնելու հայ տնտեսվարողին, հատկապես գյուղմթերքի իրացման շուկայում։ Եվրոպական որևէ երկիր չի կարողանում դիմագրավել թուրքական ապրանքների էքսպանսիան եւ Հայաստանը լինելով ավելի փոքր եւ խոցելի երկիր առավել եւս չի կարող նման հնարավորություն ունենալ։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հայկական ապրանքները, գյուղմթերքները եւ դրանից վերամշակումը դրանից ստացվող արտադրանքը դուրս է մնալու շուկայից։ Մանասերյանը պնդում է, սահմանները փակ պահել պետք չէ, բայց բացելու համար տնտեսական լուրջ հաշվարկներ են պետք։ Թուրքիայից Հայաստան ներմուծումը տնտեսագետի տվյալներով 60-ից 70 անգամ գերազանցում է հակառակ ուղղությամբ արտահանմանը։ Ընդգծում է, նման վիճակագրություն ունեցող երկիրը լրջագույն հաշվարկներ պետք է կատարի, տնտեսապես պարտված դուրս չգալու եւ ԵԱՏՄ շուկայի կրճատման դեպքում թուրքական շուկայից կախվածության մեջ չհայտնվելու համար։ Սետա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նախընտրական պայքարում շարունակում են հնչել նաև կոշտ հայտարարություններ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է, որ եթե իր քաղաքական ուժը հաղթի հունիսի 7-ի ընտրությունում, ապա կառավարության առաջին նիստում կընդունեն Սաֆարովին կանխարգելման օրենքը։ Իսկ ինչ է կարգավորում այդ օրինագիծը, լսենք։ Մենք ունենք ամենալուրջ խնդիրը մեր երկրի եւ ժողովրդի համար։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես մենք բոլորս տեսել ենք, 240 քառակուսի կիլոմետր միանգամից մեկ օրում նվեր ստացան։ Այսինքն, ինչ էլ որ մենք անենք, ինչքան տնտեսությունը փորձենք զարգացնենք, եթե մեր երկրի գլխավոր խնդիրը մենք չենք լուծում, դա արժեք չի ունենալու։
Նախընտրական լարված ֆոնին այսօր իրավապահները խուզարկություններ են իրականացրել Երևանի Ավանդ վարչական շրջանում գտնվող Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ըստ պաշտոնական տեղեկության ձերբակալվել է 5 անձ։ Արգրավվել են Արցախի նախագահի հեռախոսը։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքննությունը 2023 թվականի սեպտեմբերին բենզինալցակայանի պայթյունի վերաբերյալ իրադարձություններ են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է։ Փաստաբանի խոսքով նաև ծառայողական բնակարաններն ազատելու հարյուրավոր ծանոթություններ են ուղարկել արցախցիներին։ Իսկ կալանավորված արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ Արթուրը հացադուլը չի դադարեցնի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իրեն փախած անվանելու ու իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չի խնդրել։ Փաստաբանը ներկայացրել է Օսիպյանի պահման պայմանները։ Խոսք սողում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին եւ արդարադատության նախարարին։ Անազատության մեջ գտնվող քրեակատարական հիմնարկում գտնվող անձը պետք է կորցնի միայն ազատությունը, այլ ոչ թե կորցնի առողջությունը, ստանա թոքաբոր կամ այլ հիվանդություն եւ պետք է չզրկվի արևի լույս տեսնելու հիվանդությունից կամ այդ բանտախցում պետք է պատերի վրա տարբեր տեսանկի սնկեր չաճեն խոնավության պատճառով։ Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի հացադուլ հայտարարած անձինք գոնե գտնվեն մնացած բանտախցերի պայմաններին հավասար պայմաններով։ Միջազգային զարգացումների գլխավոր թեմաներից մեկը շարունակում է մնալ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա ստացել է падգամավորների մեծամասնության աջակցությունը 235 ձայն եւ կշարունակի պաշտոնավարել եւս 1 տարի։ Ղալիբաֆը Իրանի խորհրդարանը ղեկավարում է 2020 թվականից։ Միևնույն ժամանակ Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են բարդ բանակցությունները։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկվող մի շարք հարցերի շուրջ արդեն կան որոշակի մոտեցումներ, սակայն դա դեռ չի նշանակում, որ կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը։ Բաղային ընդգծել է, Իրանը ներկայում բանակցում է պատերազմի ավարտի շուրջ, ոչ թե միջուկային ծրագրի։ Նրա խոսքով ամերիկյան կողմի հաճախ փոփոխվող դիրքորոշումները շարունակում են խոչընդոտել պայմանավորվածություններին։ Այս ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Վաշինգտոնը կամ Իրանի հետ կհասնի լավ համաձայնության կամ կդիմի այլ քայլերի։ Ռուբիոն մասնավորապես նշել է, որ սեղանին կա կոնկրետ առաջարկ, որը վերաբերում է միջուկային բանակցություններին եւ տարածաշրջանային անվտանգությանը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մայիսի 24-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևին եւ շրջակա շրջանին, օգտագործելով տասնյակ հրթիռներ, ներառյալ բալիստիկ եւ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Պատերազմի սկզբից ի վեր երրորդ անգամ օգտագործվել է Օրեշնիկ հրթիռային համակարգը։ Այն հարվածել է Կիևի մարզի Բիլացերկվա քաղաքին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, հավելելով, որ Օրեշնիկից բացի հարվածներ են հասցվել նաև Իսկանդեր, Կինժալ եւ Ցիրկոն հրթիռներով։ Նշվել է, որ սա պատասխանն է օրերս քաղաքացիական օբյեկտների վրա ուկրաինական ուժերի իրականացրած ահաբեկչական հարձակման։ Հիշեցնենք, մայիսի 22-ի գիշերն Ուկրաինան հարված էր հասցրել Ստարոբիլսկի հանրակացարանին։ Հարձակման պահին շենքում գտնվել է 86 ուսանող։ Այս հարվածներից հետո ելույթ է ունեցել Վլադիմիր Զելենսկին։ Նա Պուտինին անվանել է ծեր օրեշնիկ։ Մեզ անհրաժեշտ են մեր գործընկերների որոշումները, որպեսզի Մոսկվայում այդ ծեր օրեշնիկն արտաբերի խաղաղություն բառը, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ռուսաստանի հարվածների ժամանակ Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը։ Հարվածների հետևանքով կոտրվել են դեսպանատան պատուհանները։
Լարված է իրավիճակը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի ներսում, դատարանն անվավեր է ճանաչել Ժողովրդահանրապետական կուսակցության համագումարի արդյունքները, որի ժամանակ նոր առաջնորդ էր ընտրվել Օզգյուր Օզելը։ Սակայն Օզելն ու նրա կողմնակիցները չեն ընդունել դատարանի որոշումը։ Բարիկադավորվել են կուսակցության շենքում, կահույքով ու աթոռներով արգելապատնեշներ կառուցել։ Ոստիկանությունը ճեղքել է երկաթյա դարպասները, արցունքաբեր գազ կիրառել եւ մտել շենք։ Դրանից հետո Օզելը դուրս է եկել շենքից եւ կոչ է արել պայքարը շարունակել փողոցում։ Մակրոնը 4 տարվա ընթացքում առաջին անգամ զանգահարել է Լուկաշենկոյին։ Ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն Մակրոնը մասնավորապես շեշտել է Բելարուսի համար ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության հետ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Թրամփի հետ համաձայն են այն հարցի շուրջ, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է բացառի միջուկային վտանգը։ Դա նշանակում է Իրանի միջուկային հարստացման կայանների ապամոնտաժում եւ հարստացված ուրանի դուրսբերում երկրից, գրել է Նեթանյահուն։ Եվ վերջում, մեկ օրում 274 լեռնագնաց նվաճել է Էվերեստի գագաթը։ Նրանք բոլորը բարձրացել են լեռը Նեպալի կողմից։ Ընդհանուր առմամբ Նեպալն այս տարի տրամադրել է Էվերեստ բարձրանալու 494 թույլտվություն, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է $15,000։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։